Աչմի ինգեք։ Հա ջանա։ Այլույս սիրելի հետևորդներ։ Տեսեք գորա հավերիս կնարած եմ պահում, ամբոտածա, շաղագալի, ասիմ երկոր դուն անեմ, համեր գելուկազանա իրանց կալու ճամփեն կմորանան, համ ձեր են տեղը կմորանան, համեր չապ կալնեն։ Այս երկոր տամաննա, որ բերել եմ տալիս եմ, մին բերել եմ տվել, մի հատ ակլորաջուտ եմ բռնել, որին էլ ես սարք եմ, իմ պահած ապրանքի համը ես էլ տենամ, հալալու զուլալ, չոր հացեր էլ կարին էլ եմ դրչել վերել տվել, մի խոսքով սրանք սոր կեվ են անում, մենք էլ կեվ անենք էլի, դուք էլ մի համով բան սարքեցեք, չգիտեմ դրանը կարամ գործանեմ թե չէ, սրանք լավ գուշտ են, շատ պայն ակլոր ասիրել է հետևորդներ չան, 30-ից ավել ակլոր ունեմ, ոնց որ թե ավել ուտող գլուխ են էլի համարվում, ասիկա չկա մի հատնել, ինձ բաժին հասք էլի, այն տարիլ եմ տուն տաննա կհանգստանան օր կմշակեմ, մեծահավերս մի 7-8 հատ են, են էլ թուխսն են անցյալ տարվա ձու չեն ածում դեր, որն էլ որ ձու ածեր կտրվել է, սաղ օրը դու սարած կանան չեն ուտում, քոջուջ են անում, բայց հնար չկա, են դա, չգիտեմ, են մնացած ջուտերն էլ դե բուջուր են, դեր ձվի չեն հասել, դե վարիկնի էլ ունի, մի 3 հատ էլ վարիկ ունի, նրանք էլ կատարներում կարմրել է, մին ածում չեն, խայտարակ վիճակ է, մի խոսքով չեն արդարացնում, բայց թե դե ոչինչ, թվում է, որ իրանք ստրեսի են ենթարկվում, որ ձեր են հարցակվում, իրանք վազելով ինչև գոմը գալիս են, կամ ամեքը մի անկյուն են գտնում տապի-տապ են անում, իրանց օրգանիզմը ստրեսի է ենթարկվում, մի քիչ էլ է դա պատճառը, որ ասի տուն անեմ էլի հավերից մի քիչ, իրանց ջանն էլ դինջանա, հողազներն կուշտա, կուշներն տրուզա, ցոր են անարխի տալիս եմ, բաց եմ թողում, ազատման են գալի իրանց մար, ավելի շատ ես եմ չրչարվում, բայց որ ձեր են վրայա տալի, հենց իրանք, որ ստրեսային վիճակի մեջ են ընկնում, կարող այև հենց հետ էլ նպաստում է, որ ձու չեն ածում։ Քանի որ ըստի եմ խոսքը այս մասին է, հիշեցնեմ, որ ինձ միշտ գրում եք, որ քացախաջուր տամ, կամ էլ գծու ծիծակ տամ կերի հետ, ոչ մի բանը չեմ արել։ Ոչ իմ հերնումերն են արել, ոչ էլ եկել եմ ըստի, ստյան մեծերը չեն արել, հավին ասվել է միշտ, հենցի խոսքա, որ հավին ավելորդ նեղություն չեն տալ։ Դե դեղեր էլ կա հատուկ, որ տալիս են, որ հավերը շուտ զուացեն, բայց ասենք եթե ես այսքան հավին տամ, եթե ջգեմ, էտ էլ չելի։ Ակլորնին շատ են, ակլորը, որ այդ դեղով կերն ուտե, ձուտի ածել։ Կամ այն բուջուր ջուտերը, իրանք ամսականով բուջուր են, էլի։ Ատի մնում ամի 7-8 հատ են զահավը, կամ մի 2-3 հատ վարիկը, նրանց էլ որ ջգեմ, էտ էլ չելի։ Դրա համար սուս, պուս ճամփա եմ պհում, որ ամեն բան բնականոն ձևով ընթանա, սիրել հետևորդներ ջան։ Երկուզը որ ածել էին հվաքել եմ։ Տաննա մեմ են կամ էփում եմ կամ ձվածեղ եմ անում։ Ասենք պատահում է, որ մի երկու օր ածում են, մի հատ, 2 հատ, 3 հատ, հետո մի 4 օր ածում չեն։ Չգիտեմ, թե ես ինչ խավար է, ինձ բան չեն ասում։ Դե հենց, բայց ջաններում լավն է, թմբլիկ են։ Իրանք արդեն երկրորդ համան ցորեն էլ կերան։ Դե գնանք արդեն։ Մի սամանի մեջ է։ Այս էլ սպիտակ փոփոչ ակլորաջուտը, Պետրոյի միջին էր, Պետրոն պետք էր հանել եմ դրել այս սինու վրա, սրել է հետևորդներ ջան, ձեռքերս լվաց է, ու հիմա ինչ ենք անում, կոֆե ենք եփում, սա իմ առաջ կոֆեն է,
Դե դուք էլ ձեր կոֆեն դրերկում միացեք ինձ, ինչպես միշտ։ Հավերս տուն արածա, ճիշտ այդ ձևով շատ հանգիստ եմ, բայց նաև շատ անհանգիստ եմ, քանի որ հավինը քո ջուջն է, էլի։ Հասցնեմ, որ աշխատանքի էլ գնամ, մաքրեմ, եփեմ, ինչ-որ մի ձևով սարքեմ, դեռ չեմ որոշել։ Մենակ կեփեմ, թե համեմունքներ կավելացնեմ, մաքրելուց հետո կհասկանամ։ Ընդհանրապես տնական հավը, տնական աքլորը ամենալավը ճաշերի մեջ է լինում ու ինքն իրանով էփած, բայց նաև կարող են կեփել և համեմունքներով կարմրացնել կամ էլ նմանատիպ ինչ-որ մի բան անել։ Ադիբուդի անենք։ Դե մենք փոչի ենք ասում, տարածում ա գտած, որ ադիբուդի են ասում, իսկ ովքեր ինձ նման փոչի են ասում, եկեք հիշենք մեր մանկության համը, առավոտ շուտ։ Այս կողմը դրել, տեսեք, թե ես ոնց եմ պահում, մամպակաները ռեզբայով, ես միշտ պահում եմ։ Կտկտալ է լցնենք հավիսով, մեր տրամադրությունը բացենք, աչքիս ցեթը մի քիչ շատ լցրի, իրան էլ շատ լցնեմ, արդեն կարամ միացնեմ, աղել ցանեմ, կոֆեի մեջ աղի հատիկ անգամ չընկնի հանկարծ, չի կոֆե կվչանա, այսինց կտականա ու կսկսի թրճ կոտել, ընդհանրապես այս պահերից, անկախ տարիքից, բոլորս էլ ուրախանում ենք սիրել հետևորդներ ջան, մեր դեմքին ժպիտ ա գալիս և հիշում ենք մեր մանկությունը, մեր լավ ու բարի օրերը, որ ապրել ենք մեր ծնողների կողքին, մեր հայրական տանը, մեր մոր խնամքով, շրջապատված քույր եղբայրներով։ Հետո մեծանում ենք, ամենքս մեր կյանքի ճանապարհն ենք բռնում, կյանքի դժվարություններին ենք հանդիպում, մենք էլ մեր ընտանիքն ենք կազմում և այդպես կյանքը շարունակվում է, կյանքը հարաբերական է սիրելի հետևորդներ ջան, ապրենք այնպես, որ ուրախ սրտով լինենք, առողջ լինենք և մեր գործերը թող բոլորը բարի նպատակներով լինի։ Պես ես մինչև կտականա, զանգին ու զրանգին հետև եմ պատումանից, այս ամանի հետ չեմ լցնելու ու սպասեմ առաջի հատիկի բացվելուն։ Կոֆես էլ արդեն ինումա, այսօր գազել ուժեղ էր, թե ինձ թվաց, որ շուտ եղավ, քիչ եղավ, համստեր ան քաշում, սիրելի հետևորդներ ջան, ու սերը ոսենց գալիս բարձրանում ու մի անգամից մեջն ան քաշում չէ, արդեն ամենահամով կոֆենա դառնում։ Եթե այստեղ թողնում եմ, սկսում է եղալ, ավելի լավ լցնեմ։ Բացվեց առաջի հատիկը, փոքր ժամանակ թողնում ենք, չենք ծածկում ու տնով ենք, բարացվում էր, այդ օրը չենք նենք։ Հենց որ եղանակով ճամփամած ադառնում, սկսում եմ մտածմունքների մեջ ընկնել, որ վայ, գործերս մնացին, այդքան շատ գործեր, որ ես իմ համար առաջացրել եմ, ուզում եմ, որ պատվով կատարեմ։ Այսօր տեսնեմ, ոնց կստացվի, ինչ-որ մի բան կանեմ, ձեզ կմիանամ ու հաճելի ժամանակած կպասնեք սիրելի հետևորդներ ջան, իմ գործերով կտրամադրեմ ձեզ, դուք էլ ձեր ջերմ խոսքերով տրամադրեք ինձ, բաժանորդագրվեք, լայքեք, տարածեք, իմ տեղը ցույց տվեք ձեր ընկերներին, որպեսզի մեր YouTube-յան ընտանիքը էլ ավելի ավելանա։
տեսնում եք ոնց է լինում։ Ընտիր, տես աղցիկս մի քիչ այդ կողմի վրա չի, բայց ընտիր լինում է, ահա, մոտեցնեմ, լցվել է, տերում դիտեղ վայթելու, այդպես, կոֆես շատ ադակ, հենց որ սա կլինի կվերջացնեմ, նոր կսկսեմ կոֆե խմել, նայր գոլոշի առաջանում, ու այդ գոլոշին հենց նպաստում է, որ ինքը լավ բացվի, պատրաստ է, եթե կա պայթելու, այդ էլ արդեն խավարի տակությունից պայթում է, լցնեմ, չորորդը, ասեմ, որ ինձ իմը շատ ադիբուդի ասիրում, միշտ որ անում եմ, իրան էլ եմ տալի, շատ ասիրում, ընտիր, բոլորը եղել է, ասենց, թռավ ու ես էլ ուրախացած, ես էլ ուրախացի, և արդեն սկսեմ վայելել իհարկե, ինձ իմիջկային էլ բաժին կհանեմ, սիրելի հետևորդներ ջան, կարոտել եք իմ իմիջկային, վաղուց չեք տեսել, ցույց կտամ, հիմա վերցնում եմ իմ կոֆեի բաժակի հետ միասին և գնում եմ վայելելու։ Ես ու Սիման մեր ադիբուդին վայելում ենք, շատ-շատերդ կարոտել էիք, հարցնում էիք ուր է Սիման, ոնց է Սիման, չի երևում, ես էլ խոսք էի տվել, որ ցույց կտամ, շատ խելացի է իմ Սիման, մի քիչ էլ տամ, ասեմ, որ մի լավ բուռ արդեն, հասցրել է ուտել, ու էլի տամ, դե կիր, յուղոտ ադիբուդի ստացվեց, ու հավեսով վայելում ենք, ինչ ես հոտոտում, մեծերն ես առաջ ուտում, Սիմոչկա, ընդհանրապես փիսոները սիրում են սենց բաներ, եթե դուք էլ եք պահում, անպայման տվեք, նաև բանջարեղեն են սիրում, գազար են սիրում, կարտոֆիլ են սիրում, բազուկը չեմ փորձել, կանաչ լոբի են սիրում, երբ որ ես զարքում եմ իմ համար, անպայման իրան էլ եմ տալիս, էլ ես ուզում Սիմա, հոտոտում ես, էլի տամ, ես անգամ քիչ տվեցի, որ հասկանամ էլի է ուզելու, թե չէ, Սիմա, մի հատ այդ սիրուն աչուկներդ բաց չտենանք, Սիմա, բգլիկ, Սիմա, խիստ զբաղված է, այնքան մաքուր է ինքը, Սիմա, Սիմ, որսանելիս քիթիկը ջարդել է, ես ու Սիման մեր ադիբուդին վայելեցինք, այդ ընթացքում ջուրը տաքացել է, ու սկսեմ ակլորը բմբլահան անել, այս գործողությունը շատ անգամ եմ ձեր հետ կատարել, սիրելի հետևորդներ ջան, այս անգամ էլ կադրից դուրս արագ-արագ կատարել, որ ամեն բան հասցնեմ տեղը-տեղին, ադիբուդին շատ կշտացնող է նաև, սիրելի հետևորդներ ջան, այնպես որ շատ համապատասխան առավոտ շուտ, որ չեն կարողանում նախաճաշել շուտ, կոֆեի հետ շատ հարմար է լինում։ Այսպես պտտեմ մի քիչ, անջատեմ։ Ու հանեմ արդեն, այս ամանի մեջ եմ ոտքելու։
Թիր։ Թավան մաքուր է, ակլորը մաքուր է։ Գազը միացրել եմ, որ խանձեմ։ Մի հատ էլ իրան մի քիչ չորացնեմ, որ ավելի հեշտ լինի այդ գործը։ Այն մանր-մունր մազմզիկներ կա, կմաքրվի։ Իսից պահում եմ, անմիջապես վերանում են դրանք։ Շատ ընտիր է, քաշել ունի, քաշ, ինքը աշունքված ջուտ է։ Աշնան կողմը, որ համ թուղս դրեցի, համ ինկուբատոր դրեցի, այդ ջուտերից է։ Ակլորի տարի եղավ սիրելի հետևորդներ ջան, ու մեծամասնությունը ակլոր դուրս եկան։ Ամեն դեպքում կարում քահան ենք հելել, կորուստներով, օգուտներով, օգուտն ու վնասը հավասար են, համ օգուտ եմ արել, համ վնաս եմ արել, քանի որ կենթանի պահողը ինձ լավ կհասկանա, էլի թե ես ինչ եմ ուզում ասել, այնպես չի, որ ես այսքան հաղպահելով դառել եմ միլիոնատեր, սիրելի հետևորդներ ջան, թեթև զբաղմունքա, թեթև տնտեսությունա, լավ կլիներ, որ այդքան շատ ակլոր չլեր, ու արդեն ձուածի հավերը շատ կլներ։ Ինչքանը կա թող Աստված պահի, էլ կորուստներ չունենամ, վնասներ չունենամ, ու արդեն ժամանակն է եկել, որ օգուտ քաղեմ։ Այս ակլորները, որ ծախել եմ, ցորեն եմ արել, ու նպաստել է շարունակելու այս գործը, այսինքն իրանք իրանց պահում են, սիրելի հետևորդներ ջան, եթե մարիները շատ լիներ ու արդեն ձուածելիս լինեին, դե գարունքվադուսեկ աջուտերը արդեն հաստատ հիմա ձուկած էին, այդ ձու պետք է ծախեի, ասենք 1-2 հատ տանը օգտագործվում է, մնացածը ծախում ենք, ու էլի ցորեն ենք առնում, կամ էլ ինչ-որ մի բան, մեր տան համար։ Հաճելի զբաղմունք, օգտակար գործ։ Բարապ նստել պետք չի։ Այս անկյունները մի քանի հատ կա, էդ էլ անեմ ու փորը կբացեմ։ Սենց։ Ընտիր։ Շատ մանրագրքի ձևով պետք է խանձեմ, որ ոչ մի մազմզուկ չմնա, ուտելու ժամանակ հաճույքով ուտվի, անկախ նրանից, թե իմ տան համարը, թե ասենք վաճառքի, շատ ուշադիր եմ լինում։ Տեսեք վերջացրի ու շատ ընտիր է։ Մի տեսեք ինչքան լավիկն է, թմբլ։ Արդեն կսկսեմ մշակել։ Եվ ուզում եմ արդեն կտրեմ, միս եմ ուզում անել։ Կմանրացնեմ ու նոր կլվանամ, քանի որ ամբողջական չեմ էփում։ Շատ ընտիր միս ունի է, հլա։ Հավեսով, ջահել ակլոր, ու հասցրել այսքան մեծանալ։ Սիմա, ինչ ես կսմսվում, դիր արելի։ Պիսոները ինչքան ուտում են, չեն կշտանում։ Սենց է։ Մարճը հանենք։ Փոքր ժամանակ ոնց ենք, չէ, այս մարճը ուտում ենք ու մարճ ենք հոնում։ Հիշում եք, չէ, թե ինձ ձևերով ինչ-որ մի բանի վրա մարճ էինք գալիս, որը ճքույթիկներով բռնում ու կիսում։
Եթե խոշոր կտորը մեզ էր ընկնում, ուրեմն մենք հաղթում էինք։ Դրանից հետո մի բան էինք որոշում, ինչ-որ մի բանի վրա, ու պետք է ասենք միտս անընդհատ հարցեր էինք տալիս, եթե մոռանում էր, չէր ասում միտս է, ուրեմն մարջը կրվում էր։ Այսինքն մատխաշ ձեռքից հալվում է ուղղակի։ Հետո դոշը հանել։ Ձեռով էլ այ կոտրվում, այդքան մատխաշա։ Հիմա ցույց տամ իր քարճիկը, ակլորները շատ յուղակալվում չեն, սիրտը, լոջիկը փոքր և իր առողջ ջիգարը։ Ծմերն էլ այդքան ցուրտ է եղել, բայց ջիգարը ինչքան ընտիր է։ Սիրելի հետևորդներ ջան, լվանամ ու սկսեմ ճաշ եփել։ Մի մեծ գլուխ 4 սոխ եմ մաքրել ու սոխարած եմ անում արդեն։ Սոխն էլ մանրացրի, պատրաստ արդեն սոխերածը կլինի։ Եթե սոճմի ճաշ եմ ուզում եփել, սիրելի հետևորդներ ջան, մի քիչ կարտոֆիլ կավելացնեմ։ Իսկ լվացել պատրաստել եմ։ Սոխը կարմել տոմատ եմ լցնելու։ Տոմատն էլ եմ լցնել ու պատրաստ եմ։ Մի քիչ ջուր լցնեմ։ Նորից տարածեմ։ Ու արդեն միսը լցնեմ։ Այդ շարը։ Ակլորի ծվերը։ Բոլորը լցնել եմ, սիրելի հետևորդներ ջան։ Ողայրը, ջիգարը և սիրտը, լոջիկը։ Եվ թողնում եմ մի քիչ այսպես տոմատի մեջ տապակվի։ Որից հետո ջուր կավելացնեմ ու նոր կարտոֆիլը։ Հասցնեմ գործիս էլ գնամ, սիրելի հետևորդներ ջան, և իհարկե իմ ուրախությունը նաև կիսվեմ ձեր հետ։ Մի քիչ անակնկալ է ստացվում և շուտով կասեմ, միսը եփվել է, իհատես ճաշի հարցերը կարգավորեմ, իսկ թե ինչպես ենք հասկանում, միսը եփվել է թե չէ, հիմա ցույց տամ։ Եփել այսպես ոսկորը անջատվում է միսից, ուրեմն միսը եփված է։ Քանի որ նաև տնական ակլորա ու ճուտիկը ավելի շուտ է եփվում։ Խոշոր կարտոֆիլներ եմ մաքրել, 4 մասի եմ բաժանում և լցնում։ Որից հետո ուզում եմ ուրախությունս ձեր հետ կիսել տաթևիս անակնկալով։ Այսքան ժամանակ չասեցի, որ իմ ասելն էլ ձեր համար անակնկալ լինի ու միասին ուրախանանք։ Այսպես, այսինքն դա անակնկալ էր, ոչ մի պայմանավորվածություն չունեի, ես ինչ անուշագրում է, սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ ճաշի գործը ավարտին հասցնեմ ու նոր միայն տաթևիս անակնկալը բացեմ, ձեզ էլ ցույց տամ, հիմա կանաչին լցնեմ, արագի մեջ մանրացնում եմ, տակը իջեցնում եմ, որ շատ չգոլորշանա։ Կանաչին էլ մանրացրի,
Եվ մեր համովակլորի ճաշը պատրաստ է։ Սենց, հավեսով։ Իտ հետև տակ ու երես, շատ հետև, ու կարտոֆիլը չպշրվի։ Առանց այն էլ ինքը փխրուն, շատ փխրուն կարտոֆիլ էր։ Արագ ծածկում եմ, որ բույրերը մնան իր մեջ։ Անջատում եմ, ճաշը պատրաստ է, մի հատ էլ ձեռքերս սրբում եմ և բացեմ։ Ցույց տամ, թե ինչ նվեր է ուղարկել Տաթևը ինձ։ Օպրյա։ Տոպրակից արդեն կճանաչել շատերը, թե որտեղից է։ Երևանից է, սիրելի հետևորդներ ջան, հիպեր մոլից։ Բացում եմ և տեսնենք ինչ է։ Տեդամ, այո, տորթերի ձևամաններ սիրուն։ Հիմա տոպրակ այսքան և բացեմ։ Ես իրեք բացել եմ, սիրելի հետևորդներ ջան, և շատ եմ ուրախացել, այսօր էլ անհամբեր, ասեցի գործերիս ավարտին, նոր ցույց կտամ։ Լավ տրամադրությունով, լավ նոտայով, վլոգս կավարտեմ։ Այստեղ կտրոնը նույնպես ուղարկել է, եթե ասենք իմ համար նվեր է արել, կտրոնը չի ուղարկել, անգամ չի ասել, թե ինչ է վճարել, բայց քանի որ գիտի ես ձեզ եմ միանում և իմ ուրախությունները միշտ կիսում եմ ձեր հետ, հենց այդ պատճառով ուղարկել է, այդ մասին չենք զրուցել, ես այդպես եմ հասկանում։ Ուրեմն շատ իմ սրտով է, իսկապես իմ համար անակնկալ էր, սիրելի հետևորդներ ջան, և իսկապես ոչ մի պայմանավորվածություն չունեինք։ Ինձ գրեց, որ մեքենայով կբերեն, բան ունես ստանալու։ Ու այդքանը, էլ ոչ մի բան, քանի որ ինքը աշխատավայրում էր, դրանից հետո էլ սպասել եմ, որ այդ ժամը գա ու վերցնեմ։ Եվ շատ եմ ուրախացել, շատ իմ սրտով է։ Հիմա կտրոնին նայեմ, արդեն ասեցի, թե որտեղից է, ուրեմն Homplex Hyper Mall, արժեքը շատ մատչելի է, 3730 է վճարել, հերթով բացեմ, այստեղ մի հատ հարմար տեղավորեմ, որպեսզի ավելի գեղեցիկ ցույց տամ, սրտիկը, այսպես, սիրո տորթեր կթխեմ, այսպես, բացվովի է, եզրից բացվում է, շատերից ծանոթ կլինի, շատերդ կունենաք, այսպես, սա սրտիկը, հերթով ցույց տամ, կլոր և նույն ձևի, մյուսը արդեն քառակուսի, չափսերը շատ հարմար է, թեթև, որակյալ ապրանք է, շատ իմ սրտով է, հիմա սանորից տուփի մեջ եմ դնում, քանի որ պետք է շտապեմ արդեն իմ աշխատանքին, ու այս հարցով կզբաղվեմ, ինչ-որ մի հավեսօր, տորտ կթխեմ և իհարկե ձեր հետ միասին, սիրելի հետևորդներ ջան, այս անակնկալը, որ Տաթևս ինձ ուղարկեց ու ես էլ անակնկալ արեցի, վլոգի վերջը հասցրեցի, հենց սկզբից իմանալով չասեցի, առավոտ շուտ, ուզեցի ես էլ ձեզ միանգամից անակնկալ անել, անակնկալը հենց այդպիսին է լինում, այսքան, նույն ձևի փակում եմ և մի կողմ եմ տեղավորում, այո, հրաշալի, տրամադրությունը շատ բարձր է, սիրելի հետևորդներ ջան, իմ եփած ճաշի տեսքն էլ ձեզ ցույց կտամ և կշտապեմ իմ աշխատանքին։ Առայժմ լավ եղեք և միշտ ուշադրության կենտրոնում եղեք ձեր երեխաների կողմից հատկապես։ Պակա։ Ահա խնդրեմ, սա էլ իմ եփած ճաշի տեսքը։ Եթե դուք էլ մի որևէ բան եք ճաշակում այս բանին, բոլորիս բարյախորժակ։